Շնորհակալ եմ, հարգելի փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը առաջին ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է ազգային ժողովի կողմից։ Կադաստրի կոմիտեն որդեգրել է առաջնահերթություն առ այն, որ թվայնացումը կարևոր է եւ իր կողմից մատուցվող ծառայությունները հետզհետե տանում է դեպի թվային հարթակներ։ Ինչ իրավահարաբերություններ են կարգավորվում ներկայացված նախագծով։ Այս նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սեփականության իրավունքով կունենան գույք Հայաստանի Հանրապետության տարածքում, հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում առկա անձնական գրասենյակ բաժնում կնքելու պայմանագրեր, որոնց օրինակելի ձևերը կսահմանվեն կառավարության կողմից։ Այսինքն, ներկայումս մենք ունենք կառավարության կողմից հաստատված մի քանի պայմանագրերի տիպային օրինակելի ձևեր, որոնք կնքվում են ըստ օրենքի առանց նոտարական վավերացման։ Այս նախագծով մենք ավելի ընդլայնում ենք այս հնարավորությունը քաղաքացիների համար, ամրագրելով, որ այդ պայմանագրերը քաղաքացիները կարող են կնքել աշխարհի ցանկացած վայրից, էլեկտրոնային հարթակ ես եմ ազգային նույնականացման համակարգի միջոցով մուտք գործելուց հետո, իրենց համապատասխան անձնական գրասենյակ բաժնում կարտացոլվեն այն պայմանագրերը, որոնք վերջիններս իրավունք ունենան կնքելու առանց նոտարական վավերացման, պայմանագիրը ինքնաշխատ կլրացնի այն տվյալները, որոնք որ առկա են անշարժ գույքի տեղեկատվական շտեմարանում եւ արդեն կստորագրվի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որից հետո արդեն իրավահարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը ներկայացնեմ, ստորագրելուց հետո էլեկտրոնային պայմանագրերը քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնելու ինքնաշխատ պետական գրանցման։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված տիպային պայմանագրերը նույն այդ էլեկտրոնային համակարգի միջոցով կներկայացվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու եւ այդ պայմանագրերից ծագող իրավունքները կգրանցվեն ինքնաշխատ եղանակով, այսինքն առանց մարդկային գործոնի ներգրավման համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում ենթարկվել է որոշակի փոփոխությունների, բայց դրանք բովանդակային չեն, ավելի հստակեցման տեխնիկական բնույթի փոփոխություններ են եւ բովանդակության առումով նախագիծը որևէ կերպ չի փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում։ Շնորհակալ եմ, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի համար։